Առիթով ասել է, թույլ տվեք էլի ասեմ։ Քոչարյանը փոխանակ Փաշինյանի ոտքերը բարի ուղիղ իմաստով լվանա ու ջուրը խմի ու ռեցեպտավորված խմի։ Բաժակ այդ ջուրը խմի, այսօր կանգնել է, լեզուն հել է գցել է իր ոտերի տակ ու Փաշինյանին մեղադրում ընտրություն կեղծելու մեջ։ Ռոբերտ Սեթրակիչ, այդ դու մոռացել ես 2008 թվականը, 2004 թվականը, 98 թվականը, մոռացել է, պարզվում է մոռացել, չի մոռացել, չի մոռացել, ժողովուրդը լավ խոսք ունի, հաբրգել է, լեզուն հել է իր ոտերի տակ անգե, որովհետև Փաշինյանը չկարողացավ կամ հապաղեց այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական լեզուն քոքից կտրել, հապաղեց, այ դրա համար Ռոբերտ Քոչարյանը պետքա խոսի, մարտի 1-ը ինչի մասին էր, կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խաղաղ ցույցերի էին դուրս եկել, իսկ այդ ընտրությունները, որ կեղծված էին, դա փաստ է, լցոնումները, ծեծ ու ջարդերը տեղամասերի, մոռացել է, հիմա Ռոբերտ Քոչարյանը այդպես դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է ընտրությունների կեղծված լինելուց։ Լավ էլին արեք։ Նախ դրա համար եմ ասում, իրավիճակի հանգուցալուծման համար ես մի ելք եմ տեսնում։ Չոքացնել կալուգացի օլիգարխին, չոքացնել այդ համբալին, չոքացնել Բելարուսամետ օլիգարխին ու ոտերի տակ ընկնող Սերժին։